Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ողջունում ենք ձեզ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում, Optima Lotto ընկերության Optima ամենօրյա SMS վիճակախաղի հերթական 41-րդ տիրաժի խաղարկությանը։ Ինչպես գիտեք, մեր խաղարկությունն ընթանում է ուղիղ եթերում։ Այսօր մայիսի 5-ն է, ստուդիայի մեզ հետ գտնվում են հանդիսատեսներ, ովքեր կհետևեն խաղարկության ընթացքին որպես հասարակական ժյուրի։ Այս պահին սիրով ողջունում և ներկայացնում ենք նրանց։ Ալեքսանյան Արմինե, Նազարյան Արմենուհի, Բաղդասարյան Արմեն։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Իդեպ, հարգելի հեռուստադիտողներ, ժյուրիի կազմում մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Optima Lotto ընկերության գրասենյակ 57 35 15 հեռախոսահամարով։ Ինչպես միշտ այսօր ևս մեզ օգնում է մեր համակարգչով աշխատող օպերատորը Գայանն են, ողջունում ենք նրան։ Նախքան Optima SMS վիճակախաղի 41-րդ տիրաժի խաղարկությունը սկսելը, տեղեկություններ ներկայացնեմ տիրաժի մասին։ Եվ այսպես, տիրաժին մասնակցել է 2252 մարդ։ Ինչպես գիտեք, բոլոր խաղացողների ցանկը ուղարկված թվային կոմբինացիաներով մինչև խաղարկության անցկացումը հրապարակվել է ընկերության Optima Lotto.am կայքում, որի հետ դուք նախապես կարող եք ծանոթանալ։ Մյուս կարևոր թիվը Optima SMS վիճակախաղի 41-րդ տիրաժի ընդհանուր շահումային ֆոնդի չափն է։ Կանոնների համաձայն այն կազմում է ընդհանուր տոմսերի արժեքի 50%-ը և կախված է մասնակիցների քանակից։ Այսօր մեր շահումային ֆոնդը հավասար է 563 000 դրամի։ Մենք ունենք 4 շահումային կատեգորիա, ինչպես գիտեք, հնգանիշ, քառանիշ, եռանիշ և երկնիշ։ Նշված ընդհանուր շահումային ֆոնդը բաշխվում է ըստ այդ կատեգորիաների հետևյալ կերպ։ 30%-ը հատկացվում է առավելագույն հնգանիշով շահումներին, 25%-ը քառանիշով շահումներին, 20%-ը եռանիշով շահումներին, իսկ մնացած 25%-ը երկնիշով շահումներին։ Այս պահին սիրով հրավիրում են բոլորի ուշադրությունը և հիշեցնում, որ այսուհետ մեր կանոնների համաձայն, հարգելի հեռուստադիտողներ, հնգանիշ կատեգորիայում 30% շահումային ֆոնդին ավելացվում է 1 միլիոն դրամ։ Լրացուցիչ բոնուսային շահում, այսպիսով Optima վիճակախաղը հնարավորություն է տալիս ամեն օր շահելու 1 միլիոն դրամից ավելի գումար։ Եթե որևէ կատեգորիայում լինեն մի քանի շահողներ, ապա գումարը հավասարապես կբաշխվի նրանց միջև։ Իսկ եթե շահողներ այնուամենայնիվ չլինեն, ապա տվյալ կատեգորիայի շահումային ֆոնդը ամբողջությամբ կփոխանցվի ներքևի կատեգորիայի շահումային ֆոնդ, բացի 1 միլիոն դրամ բոնուսային շահումից։ Իսկ հիմա ուշադրություն հարգելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք 41-րդ տիրաժի խաղարկությունը։ Ինչպես գիտեք, խաղարկությունն անցկացվում է այս լոտոտրոնի միջոցով, որի մեջ մենք շատ շուտով տեղավորելու ենք 0-ից 9 համարակալված թվերի հավաքածուն։ Իսկ դրա համար կխնդրենք ժյուրի անդամներից որևէ մեկին մոտենալ մեզ, խնդրեմ համեցեք, ընտրեք հավաքածուներից մեկը, համոզվեք արդյոք բոլոր թվերը տեղում են և կարող եք տեղավորել լոտոտրոնի մեջ։ Չէ վերջ։ Շնորհակալություն առայժմ մի հեռացեք և կխնդրենք սեղմել կարմիր կոճակը։ Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, բոլորին մաղթում ենք հաջողություն և սպասում առաջին թվին։ Եվ այսպես, 41-րդ տիրաժի խաղարկության առաջին թիվն է թիվ 4։ Երկրորդ թիվը թիվ 9։ Երրորդ թիվը թիվ 1։ Չորրորդ թիվը թիվ 0 և վերջին 5-րդ թիվը թիվ 5։ Այսպիսով 41-րդ տիրաժի խաղարկության շահող կոմբինացիան է 4 9 1 0 5 թվերի հավաքածու։ Կրկնում եմ 4 9 1 0 5։
Ինչպես գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, թվերի հերթականությունը մեզ մոտ նշանակություն ունի, այսինքն շահել է թվերի հենց այս հերթականությունը։ Ըստ կատեգորիաների շահող կոմբինացիաներ են համարվում երկնիշ կատեգորիայում 4-9 թվերը, եռանիշ կատեգորիայում 4-9-1, քառանիշ կատեգորիայում 4-9-1-0 և հնգանիշ կատեգորիայում 4-9-1-0-5 թվերը։ Հիմա մեր օգնականը համակարգչի օգնությամբ, որի մեջ տեղակայված են իհարկե բոլոր մասնակիցների ցանկը, մեզ ցույց կտա, թե քանի շահող ունենք յուրաքանչյուր կատեգորիայում և որքան են կազմում շահումների չափերը։ Սակայն, մինչ նրա աշխատանքի ավարտը, հիշեցնեմ Optima SMS վիճակախաղի կանոնները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է 7005 կարճ համարին ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա, որի մեջ թվերը չպետք է կրկնվեն։ Թվերը հավաքվում են առանց արանքների, մեկ SMS-ի արժեքը կազմում է 500 դրամ։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Խաղին կարող են մասնակցել միայն Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները, որքան մեծ լինի մասնակիցների թիվը, այնքան մեծ կլինի նաև շահումային ֆոնդը։ Դե ինչ, տվյալները մեզ մոտ արդեն պատրաստ են, և այսպես, հնգանիշ և քառանիշ կատեգորիայում մենք շահողներ չունենք։ Եռանիշ կատեգորիայում ունենք 5 շահող, որոնցից յուրաքանչյուրը շահել է 84500 դրամ, իսկ ահա երկնիշ կատեգորիայում ունենք 9 շահողներ, որոնցից յուրաքանչյուրը շահել է 15700 դրամ։ Դե ինչ, շնորհավորում ենք իհարկե բոլոր հաղթողներին և տեղեկացնում, որ շահողների ցանկը կհրապարակվի optimaloto.am կայքում և Ձիլավոյ Express թերթում։ Վերջում ևս մեկ անգամ հիշեցնեմ Optima վիճակախաղի կանոնները։ Խաղին մասնակցելու համար 7005 կարճ համարին պետք է ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Կոմբինացիայում թվերը չպետք է կրկնվեն և պետք է հավաքվեն առանց արանքների։ Շահումային ֆոնդը կազմում է տվյալ խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի 50%-ը, որին մշտապես ավելացվում է 1 միլիոն դրամ բոնուսային շահում հնգանիշ կատեգորիայի շահողների համար։ Խաղարկությունները մեզ մոտ կայանում են ամեն օր, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն օր կարող եք շահել։ Եթե դուք հասցնեք SMS ուղարկել մինչև ժամը 12:00-ն, նույն օրը երեկոյան կիմանաք արդյունքները։ Տեղեկացնում եմ նաև, որ այսօրվա խաղարկության տեսագրությունը կկրկնվի գիշերը 0:20-ին։ Տեղեկացնում եմ նաև, որ Optima վիճակախաղի բոլոր խաղարկությունների տեսանյութերը ցանկացած ժամանակ կարող եք դիտել optimaloto.am կայքում։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, նրանք ովքեր չունեցան այսօր շահումներ, մեզ կարող են միանալ վաղը։ Մեր խաղարկությունները կայանում են ամեն օր, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն օր կարող եք շահել։ Ձեզ հետ Տաթևիկ Ավետիսյանն էր, ցտեսություն մինչ վաղը։ Էս ինչ էր կատա։